Կետադրություն։ Կետադրությունը բաժանվում է 3 խմբի՝ տրողության նշաններ, առոգանության նշաններ և բացահայտության նշաններ։ Տրողության նշաններն են վերջակետը, միջակետը, բութը և ստորակետը։ Առոգանության նշաններն են հարցական նշանը, բացականչական նշանը և շեշտը։ Իսկ բացահայտության նշաններն են չակերտները, հակագծերը, անջատման գիծը, միության գծիկը, ենթամնան, ապաթարցը։ Բութ։ Բութը դրվում է բացահայտյալի և բացահայտչի միջև։ Կարդանք օրինակը, իմիջիայլոց բոլոր բացահայտիչները։ Գիտեք, որ բացահայտիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի ով կամ ինչ լինելը։ Բացահայտիչները լինում են բուն, մասնական և մասնավորող առագայական։ Օրինակ, ներքևում քարերի վրա այնքան շատ նիրհավ կար։ Անքուն էր միայն բերդի թակուհին, փառանձեն։ Բութը միշտ դրվելու է, բայց ստորակետի ժամանակ ես ասելու եմ, որ ստորակետ միշտ չէ, որ դրվում է։ Ստորակետ բացահայտչից հետո չենք դնելու, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով, երբ բացահայտչից հետո գալիս է օժանդակ բայ, բացահայտչից հետո կա շաղկա և բացահայտչից հետո կա վերաբերական։ Երկրորդ կետ, բութ դրվում է հետադարձ ծավալում որոշիչներից առաջ, որոնք կարող են արտահայտվել առաջին բազմակի արձականներով, անվանական բառակապակցությամբ և դերբայական դարձվածով։ Եկեք հիշենք, որն է որոշիչը, գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ, որը քանակ կոչվում է որոշիչ։ Երեխաներ պատասխանում են ինչպիսի, որ, որքան, քանի, որ երրորդ և այլ հարցերի։ Օրինակ, նիհար տղա է, լուրջ հայացքով, հանգիստ շարժումներով։ Արտահայտվել է որոշիչը բառակապակցությամբ, դրա համար տրվում ենք բութով։ Ֆետրե գլխարկով մարդուն օջախի առաջ նստած կինը թվում էր քրմուհի, երրոտանու առաջ ծխի շարժումները գուշակող։ Դերբայական դարձվածով արտահայտված հետադաս որոշիչը տրոհել ենք բութով։ Երրորդ կետ, բութ դրվում է նախադաս և հետադաս տրոհված դերբայական դարձվածների և նախադասության հիմնական մասի միջև։ Այսինքն, նախադաս դերբայական դարձվածից հետո և հետադարձ դերբայական դարձվածից առաջ։ Եկեք հիշենք, որն է դերբայական դարձվածը, դերբայը լրացումների հետ միասին կոչվում է դերբայական դարձված։ Դերբայական դարձվածը առաջադասի և վերջադասի դեպքում դրվում ենք բութով, միջադասի դեպքում ստորակետերով։ Օրինակներ, հաջողությամբ ավարտելով օրվա աշխատանքը, նրանք գոհ վերադարձան տուն։ Առաջադարձ դերբայական դարձված։ Աչքերը կրծքին սեղմելով, եղնիկը կրծքիս մեջ հանգիստ քնեց։ Դերբայական դարձված առաջադասի վերջադաս տրվում ենք բութով։ Չորրորդ կետ, նախադասության մեջ իրար հաջորդող, բայց իրար հետ չկապվող, այսինքն լրացում լրացյալ չհանդիսացող բառերի միջև, իմաստային շփումը կանխելու համար, հեռացված հատկացուցիչ։ Այո, եթե հատկացուցիչը և հատկացյալը իրարից հեռանում են, մենք հատկացուցչի վրա դնում ենք բութ։ Արդյոք միշտ ենք դնում, ոչ։ Հատկացչի և հատկացյալի միջև պիտի լինի բառակապակցություն և այդ բառակապակցության մեջ անպայման պիտի լինի գոյական կամ դերանուն։ Միայն այդ դեպքում ենք տրոհելու։ Իսկ որն է կոչում հատկացուցիչ, առարկայի պատկանելություն, վերաբերություն, սերում ցույց տվող բառերը կոչվում են հատկացուցիչներ։ Հատկացուցիչը դրվում է սեռական հոլովով և պատասխանում է ում ինչի հարցերին։ Օրինակ, պատահական չէ, որ նրա օշական գյուղում գտնվող համեստ շիրիմը, նրա շիրիմը, որ շիրիմը օշական գյուղում գտնվող համեստ շիրիմը, այսօր էլ հայ ժողովրդի սրբություն սրբոցն է։
5-րդ կետ։ Բութ դրվում է նախադասության զեղչված ստորոգյալի փոխարեն։ Ստորոգյալը նախադասության գլխավոր անդամներից մեկն է, գիտեք, առաջինը ենթականը, երկրորդը ստորոգյալը, եւ եթե ստորոգյալը զեղչվում է, մենք դնում ենք բութ։ Արդյոք միշտ ենք դնում բութ, ոչ, պիտի ունենան տարբեր ենթականներ։ Օրինակ, ուսուցիչը թելադրում, աշակերտները գրում են, այսինքն ուսուցիչը թելադրում է, չկա է օժանդակ բայ տրոհում ենք բութով, մեկը աշխատում է, մյուսը վայելում։ Ենթականները տարբեր են, բութով տրոհում ենք։ 6-րդ կետ, զեղչված շաղկապի փոխարեն։ Դուք գիտեք, որ ստորադասական շաղկապներից առաջ մենք դնում ենք ստորակետ։ Գիտեք, որ համադասական շաղկապներից առաջ ենք դնում ստորակետ, բացի եւ ու կամ շաղկապներից։ Եվ ու կամից առաջ դնում ենք այն դեպքում, եթե ենթական փոխվում է։ Ստորադասական շաղկապը, եթե զեղչված է, մենք դնում ենք բութ։ Օրինակ, կարծում եմ, ամեն ինչ կվերջանա բարեհաջող։ Չկա շաղկապ, տրոհում ենք բութով։ Հաջորդ կետը, նախադասության մեջ նախադաս եւ հետադաս դիրքում տրոհվող կապական բարակապակցությունների եւ մյուս անդամների միջև, որոնք են տրոհվում հիմնականում զիջման պարագաները եւ հիմունքի պարագաները։ Տրոհում ենք, մենք ունենք տրոհվող կապական, տրոհվող կապեր։ Դրանք են ի, ըստ, հանդերձ, փոխանակ, նայած, չնայած, հակառակ, համաձայն։ Օրինակ, չնայած իր խիստ ծանր վիճակին, տրոհում ենք բութով, ծերունին տակավին չէր կորցրել հոգու արիությունը։ Եթե այդ կապական կառույցները լինեն միջադաս, երկու կողմից տրոհել ենք ստորակետով, ծերունին, ստորակետ, չնայած իր խիստ ծանր վիճակին, ստորակետ, իսկ առաջադասի եւ վերջադասի դեպքում տրոհում ենք բութով։ Կամ հակառակ իր հայացքներին Սմբատը համաձայնություն էր տվել, բութ հակառակ իր հայացքին, Սմբատը ստորակետ, հակառակ իր հայացքներին ստորակետ համաձայնություն էր տվել։ Ուրեմն հիշեք այդ կապերը ի, ըստ, հանդերձ, փոխանակ, նայած, չնայած, հակառակ, համաձայն եւ այլն։ 8-րդ կետ, բաղադրյալ ստորոգյալից հետո թվարկվող հետադաս բազմակի անորոշ առումով ենթականներից առաջ դնում ենք բութ։ Նորից կրկնում եմ, ստորոգյալը պիտի լինի բաղադրյալ, իսկ ենթականները պիտի դրվեն անորոշ առումով։ Օրինակ, իմ սիրած գրողներն են Տերյան, Սահյան, Շիրազ։ Անորոշ առումով ենթականներ, ստորոգյալը բաղադրյալ, տրոհում ենք բութով։ Նրա դավանած սկզբունքներն են ազատություն, արդարություն, մարդասիրություն։ Եթե հոդեր ունենան, մենք բութ չենք դնելու։ Հաջորդ կետը, 9-րդ կետ, թվարկում արտահայտող նախ, ապա, առաջին, երկրորդ, երրորդ, մի կողմից, մյուս կողմից եւ այլ բառերի վրա։ Օրինակ, նախ, չպիտի գնայր առանց թույլտվության։ Երկրորդ, հաստատքներդ պետք է լրիվ ներկայացնել։ Երրորդ, չպիտի խախտեիր մեր պայմանավորվածությունը։ Նախ, երկրորդ, երրորդ, տրոհեցինք բութով։ Մեր դասարանի հաջողությունների մեջ դեր են կատարում տարբեր պատճառներ։ Նախ, մենք լավ ենք գիտակցում ու կատարում մեր պարտականությունները, ապա մենք սովորություն ունենք իրար օգնել նաև մեր դիտողություններով, հենց որ դրա կարիքը լինում է։ 10-րդ կետ։ Մեզ բերվող ուղղակի խոսքից առաջ երբ այն կարճ է։ Օրինակ, խեղդվողը վախից իրեն կորցրած թափահարում էր թևերը եւ աղակտով ճչում։ Օգնեցեք։ Հաջորդը հանկարծ լսվեց ահաբեկող մի ձայն։ Չշարժվեց։ Մեկ բառից տրոհում ենք բութով։ 11. Ամփոփում, մեկնություն, արտահայտող, այսպես, այսպիսով, այդպիսով, այսինքն, այն է, որոնք են, օրինակ եւ նման այլ բառերի վրա։ Նորից կրկնում եմ դրանք այդ բառերը, այսպես, այսպիսով, այդպիսով, օրինակ, այսինքն, որոնք են դրանք ամփոփում, մեկնություն արտահայտող բառեր են։ Եվ այդ բառերից հետո մենք դնում ենք բութ։ Ես մի երազանք ունեմ, այն է սովորել եվրոպական
առաջավոր համալսարաններից մեկում։ Առեղծված է մեր սիրտը, այսինքն մեր զգացմունքների մեծ ու խորունկ աշխարհը։ Արշավախումբը ուղևորվեց դեպի 6-րդ աշխարհամաս, այն է Անտարկտիդա։ 12-րդ կետ թվարկմանը նախորդող բառի վրա, եթե թվարկվող բազմակի անդամները սկսվում են նոր տողից և համարակալված են, սկսվում են նոր տողից և համարակալված են։ Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ազնվորեն ծառայել իր հայրենիքին, չխախտել համակեցության կանոնները, օգտվել աշխատանքի և հանգստի իրավունքներից։